Նուկլեինաթթուների կառուցվածքը և ընդհանուր բնութագիրը։ Նուկլեինաթթուն բարձր մոլեկուլային օրգանական միացություն է, որը կազմված է նուկլեոտիդներից։ Առաջացել է լատիներեն նուկլեուս բառից, որը թարգմանաբար նշանակում է միջուկ։ Նուկլեինաթթուներն են ՌՆԹ, ռիբոնուկլեինաթթուն և ԴՆԹ, դեզօքսիռիբոնուկլեինաթթուն, որոնք առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Նուկլեինաթթուները առաջին անգամ հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը 1868 թվականին։ Նուկլեինաթթուների մոլեկուլները նուկլեոտիդներից բաղկացած երկար պոլիմերային շղթաներ են։ Նուկլեինաթթուները կենսաբանական մակրոմոլեկուլներ են, որոնք կենսականորեն կարևոր դեր են խաղում կենդանի օրգանիզմների համար։ ԴՆԹ-ն դեզօքսիռիբոնուկլեինաթթուն պարունակում է օրգանիզմի զարգացման և գործունեության համար անհրաժեշտ գենետիկական ամբողջ տեղեկատվությունը, ծածկագիրը կամ կապույտ գծագիրը։ Այն ապահովում է այդ տեղեկատվության կայուն պահպանումը և հաջորդ սերունդներին փոխանցումը։ Ժառանգություն։ Նուկլեինաթթուները, հատկապես ՌՆԹ-ն, ռիբոնուկլեինաթթուն, անմիջականորեն մասնակցում են բջջում սպիտակուցների սինթեզի գործընթացին, իրականացնելով ԴՆԹ-ում ծածկագրված տեղեկատվությունը։ ԴՆԹ-ն նուկլեինաթթու է, կենսաբանական մակրոմոլեկուլների 4 հիմնական խմբերից մեկը։ Բոլոր նուկլեինաթթուները կազմված են նուկլեոտիդներից։ ԴՆԹ-ի կազմում յուրաքանչյուր նուկլեոտիդ բաղկացած է 3 մասից՝ 5 հացվածքային շաքարից, որը կոչվում է դեզօքսիռիբոզ, ֆոսֆատային խմբից և ազոտային հիմքից։ ԴՆԹ-ն օգտագործում է 4 տեսակի ազոտային հիմքեր՝ ադենին, գուանին, ցիտոզին և թիմին։ ՌՆԹ-ի նուկլեոտիդները նույնպես պարունակում են ադենին, գուանին և ցիտոզին հիմքեր, բայց թիմինի փոխարեն ունեն մեկ այլ հիմք, որը կոչվում է ուրացիլ։ Նուկլեինաթթուն բարձրամոլեկուլային օրգանական միացություն է, որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուները՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն և ռիբոնուկլեինաթթուն, առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դեր ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։ Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան և դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն։ Ռիբոնուկլեինաթթու բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող 3 հիմնական մակրոմոլեկուլներից մեկը։ Ռիբոնուկլեինաթթուն ունի 3 տեսակ՝ իՌՆԹ, փՌՆԹ և ՌՌՆԹ։ ՌՆԹ-ների ճնշող մեծամասնությունը սպիտակուց չի կոդավորում։ Այս չգաղտնագրող ՌՆԹ-ները կարող են տրանսկրիպցվել տարբեր գեների հետ։ Դասական, մանրամասն հետազոտված չկոդավորող ՌՆԹ-ների տեսակները փոխադրող ՌՆԹ-ներն են և ՌՌՆԹ-ները, որոնք մասնակցում են տրանսլյացիային։ ՌՆԹ-ի մոլեկուլը միաժամանակ կարող է կրել տեղեկատվություն և ծառայել որպես քիմիական ռեակցիաների կատալիզատոր։ Այս հատկությունը թույլ է տալիս առաջ քաշել մի տեսություն, ըստ որի ՌՆԹ-ն երկրի վրա կյանքի զարգացման պատմության ընթացքում եղել է այն առաջնային բարդ պոլիմերը, որը ծագել է նախակենսաբանական գործընթացների ժամանակ։ Այս տեսությունն անվանվել է ՌՆԹ աշխարհի վարկած։ 1950-ական թվականներին Էրվին Չարկաֆ անունով կենսաքիմիկոս հայտնաբերեց, որ ազոտային հիմքերի ադենինի, գուանինի, թիմինի և ցիտոլինի քանակները հավասար քանակությամբ չեն հայտնաբերվում, սակայն ադենինի քանակը միշտ հավասար էր թիմինին, իսկ ցիտոլինի քանակը գուանինին։ Նուկլեոտիդները կենսաբանության մեջ չափազանց կարևոր մոլեկուլներ են։ Նրանց հիմնական կիրառությունները կամ գործառույթները ներառում են գենետիկական տեղեկատվության պահպանում և փոխանցում։ Նրանք ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հիմնական շինանյութերն են։ Էներգիայի փոխանցում, օրինակ, ԱՖ էներգիայի հիմնական մոլեկուլն է բջիջներում։ Բժշկության, դեղագործության կամ կենսատեխնոլոգիայի ոլորտում դրանք ներառում են դեղամիջոցների մշակում, գենային թերապիա և ախտորոշում։ Նրանք հիմք են հանդիսանում ՊՇԴ-ի և գենետիկական հաջորդականության որոշման տեխնիկաների համար։